Պարոն Հակոբյան, հարցս դերասանուհի ավելի մեծավայն է ու խնդիրը խոսում է կարծես բոլոր քաղաքացիներին, իհարկե ովքեր ճամփորդում են։ Զվարթնող օդանավակայանում քաղաքացիների ուղևորների մաքսային զբաղությունն ու զրույցությունը իրականացվում է հիմնականում այդ կարմիր ուղիով, սակայն ընդհանրապես մեկ սկաներ կա, ու հայերս կատարած քաղաքացուն մի քանի մաքսային ծառայող մոտենում են եւ ուղղորդում դեպի սկաներ, հերթերը ուտակվում են, մի հոգի եւ սարքն է աշխատացնում, մյուսը զուգում է քաղաքացիներին ու հերթերը ուտակվում է ոչ միայն մեզ համար, այլ նաեւ տուրիստների համար, հա, այդ նույն խնդիրը առաջանում ու եթե չեմ սխալվում, բոլոր ուղղություններից եկող ինքնաթիռների դեպքում խնդիրը նույնն է։ Ինչու այս դեպքում չեն ավելացում այդ սկաներների քանակը, որպեսզի քաղաքացիները նման խնդրի չբախվեն, հատկապես որ ասում են, որ Հայաստանը ուզում են նաև որպես տուրիստական երկիր ներկայացնել աշխարհին, բայց այսպես խնդրի հենց երկրի մուտք գործելուց արդեն քաղաքացին տեսնում ու բախվում է դրան։ Ինչ է բոլորին ուղարկում կարմիր ուղղությունը, հա, ստացվեց բոլորին չենք ուղարկում։ Ցավոտ թեմա է, տենց տարիներ շարունակ դրսևորված։ Պետք է ախտորոշենք ինչ է իրականում տեղի ունենում, որտեղ խոսքը բոլոր ուղիների մասին չի, եւ հետեւաբար ոչ բոլոր քաղաքացիներն են այդ խնդրին հանգում եւ ես ինքս ներողություն եմ խնդրում են քաղաքացիներից, ովքեր չլինելով օրինակ այնպիսի մարդ, որը որ օրենքը խախտելու միջոցով է փորձում սահմանը անցնել, հայտնվում է նման իրավիճակներում, դա ուղղակի ստիպված ենք լինում երբեմն անել, ինչու որովհետեւ օրինակ ուղիներ կան, ենթադրենք Դուբայը, որտեղից բոլորը շատ լավ գիտենք, թե ինչպես է դա տեղի ունենում, որտեղ երբ որ ես պետական եկամուտների կոմիտեում չէի աշխատում եւ ես օրինակ Դուբայում եմ եւ ուզում էի թռնել Երևան, ինձ նման առաջարկներ էին անում օրինակ օդանավակայանում եւ ես մերժում էի, որտեղ հասկանում էի թե ինչ է տեղի ունենում։ Ընդհուպ միջև օրինակ բացի օդանավակայանից կա երևույթ, որ հենց օդանավի մեջ բաժանում են օրինակ հեռախոսները։ Այսպիսի բան էլ կա։ Ես բաց խոսում եմ, այսինքն պետք է ախտորոշենք իրավիճակը։ Հիմա ինչ անենք։ Պաշտպանենք օրինապար քաղաքացիների շահերը, թե չպաշտպանենք։ Հիմա այլ հարցը ինչպես պաշտպանենք։ Հիմա դուք ասում եք մեթոդը այդքան էլ լավը չի, որտեղ տուրիզմի առումով ինքը բացական որոշակի հետևանքներ կարող է ունենալ։ Նշեմ երկու կարևոր նախաձեռնություն, որը երևի չխոսեցի դրա մասին ես։ Առաջինը նախ պատմության մեջ առաջի անգամ գույքագրել ենք ամբողջությամբ բոլոր մարդկանց եւ ռիսկի պրոֆիլներ ենք սահմանել։ Նկատի ունեմ մեր համակարգում նայել ենք, տեսել ենք, թե որոնք են այն ռիսկային մարդիկ, որոնք պատմականորեն անցել են եւ իրականում անօրինական ճանապարհով փորձել են տեխնիկան բերել։ Արդեն ռիսկերի համակարգը ներդրված է, դա էլ ասեմ, ու գործում է եւ դա նշանակում է ավելի խելացի ձևով է թիրախավորելու այն մարդկանց, ովքեր որ բայց դա չի նշանակում, որ օրինակ կարմիր ուղի ընդհանրապես չեն մտնելու, որտեղ դա էլ է ռիսկի համակարգի, հենց դա ռիսկն է ցույց տալիս, թե մտնի կարմիր ուղի, թե կանաչ ուղի չմտնի։ Այս սկսել ենք արդեն կիրառել եւ պիլոտավորել։ Երկրորդը ազգային անվտանգության ծառայության հետ մեկտեղ մի կարևոր ռեֆորմի վրա ենք աշխատում, որը հնարավորություն է տալու տարբեր ուրեմն օդանավակայաններից նախնական տեղեկատվություն ունենալ, այսինքն միջև ուղևորի գալը Հայաստանի Հանրապետությունում մենք տեղեկատվություն ունենանք իր շարժի մասին եւ դրա միջոցով էլի խելացի ձևով վերլուծենք, հասկանանք որոնք են ռիսկերը եւ ամենառիսկայիններին անցկացնենք կարմիր ուղիով, ոչ թե օրինակ երբեմն շատ մարդկանց տվյալ չվերթի դեպքում։ Սա նախաձեռնությունները եւ հորդորս է, բայց ինչ է։ Չէ, անձնական տվյալի մասին չի խոսքը, այդտեղ բացած է։ Հիմա ինչ է։ Այդ մարդկանց մեղավորությունը դատարանում որոշում փոխանցված է, որ իրենց մտցրել եք այդ ցուցակի մեջ, թե ուղղակի զուտ կասկածի հիմա։ Չէ, տեսեք, նայեք։ Չէ, անմեղության այդտեղ հարց չկա, այսինքն մաքսային ռիսկերի համակարգը հենց այդպես էլ աշխատում է։ Ինչ է տեղի ունենում, եթե մարդը օրինակ խախտումներ իրականացնում եւ խախտումը մաքսային մարմինը արձանագրում է, այդ արձանագրումների պատմությունը, եթե օրինակ մի մարդու մասով հաճախակի է, հետեւաբար մեր համար ցույց է տալիս, որ այդ մարդը մեծ հավանականությամբ հաջորդ անգամ էլ այդ խախտումը կանի։ Խոսքը դրա մասին է։ Կարող ենք մենք ապահովագրվել նրանից, որ ասենք հետո այդ մարդու դեմքը մաքսային աշխատողին դուրս չեկավ, ինքը իրան ռիսկային համարեց, ինքը հետագայում այդ safe shortlist-ի մեջ կմտնի, ամենը Չէ, բացարձակ։ Հենց այդ սուբյեկտիվությունը ուզում ենք բացառենք, որտեղ իրականում հիմա եք դուք հայտնվում այդ վիճակում, որովհետև
ամեն դեպքում մարդ է, եթե մարդը մարդու հետ շփվում է, բազմաթիվ տպավորություններ կարող է իրենց ունենալ։ Հիմա ուզում ենք այդ տպավորությունները վերացնենք եւ մարդուն ասենք, որ դիմացինը մարդ է։ Այսինքն Մարքսային տեսուչին ասենք, դիմացինը մարդ է, եւ եթե դու օրինակ ռիսկերի համակարգով տեսել ես, որ այդ մարդը ռիսկային է, որովհետեւ պատմության ընթացքում ինքը անընդհատ խախտումներ է թույլ տալիս, իրան մոտեցի, ոչ թե բոլոր մարդկանց։ Այս դրա մասին։ Այո, այո։ Նույն ոսկու դեպքերը հետս հետաքրքրվել են, այսինքն գիտեք օրինակ ովքեր ոսկի տան Թուրքիան դեղից էժան լոմը ծախում, էժան դորներ առնում բերում։ Տեսեք, միշտ այդ գիտելիքը հարաբերական է, այսինքն մենք ամեն ինչ գիտենք, մենք սովորում ենք ընթացքում։ Ես նշեցի դրա համար պիլոտավորման մասին, այսինքն սկսել ենք գործարկել։ Ժամանակի ընթացքում այդ դեպքերը, երբ որ ավելի հստակ կարձանագրվեն ու կմտցվեն այդ համակարգ, ինքը կաշխատի ու ավելի խելացի կդառնա։ Նույն տրամաբանությունն է, ինչ որ օրինակ ստվեր ենք բացահայտում կամ հարկային ռիսկեր ենք բացահայտում։ Բոլոր դեպքերում այդ նույն տրամաբանությունը